Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում սև եւ սպիտակն է, ինչպես տեսնում եք, Գագիկին Մկրտչյան սպիտակը ավելի է սազում։ Չէ, հա։ Այո, ոնց որ վերնաշապիկով ծնված լինես։ Վերադառնացանք մեր բնական ֆաունա։ Մենք իրականում ասեցինք մի քիչ թարմություն մտցնենք, դե թարմություն կարելի է նաև գույնը փոխելով։ Զգացված է։ Մկրտչյան ջան, վերջերս, երկու օր առաջ նշվում էր գրքի տոնը։ Այո, գիրք նվիրելու տոնը, բայց այստեղ կարևոր է նշել, որ ավելի ճիշտ կլինի գիրքը, երբ որ նվեր է ստանում, հարգելով դիմացինին եւ իր պատրաստած նվերը գոնե ընթերցել, որովհետեւ մի բանա գիրք նվիրելը, գիրք նվեր ստանալը, մի բանա ընթերցանություն, ընթերցասիրություն տարածելը, որը որ պետական ռազմավարություն պիտի լինի, դա նորմալ է։ Ես քո ընթերցասիրությունը հաշվի առնելով եւ վստահ լինելով կգնահատես, այս ամեն ինչը այս գիրքը սիրով նվիրում եմ քեզ։ Ես նույնպես նվիրում եմ գիրք, ընդ որում երկու գրքերն էլ ոնց որ ես հասկացա նոր գրքեր են, այնպես որ ընթերցելը հաստատ Ես կարող եմ սկսել ընթերցել արդեն։ Չէ, դեպքում եթերաժամը մեր չի հերիքի։ Հա, եւ այս պատահական բան չէր իրականում ճիշտ է, սիմվոլիզմ է, բայց այս սիմվոլիզմը պետքա խթանի ընթերցասիրությունը, հա, ընթերցանությունը, որովհետեւ մենք շատ ենք կապվել սրանց հետ, որը որ ոչ մի բան մեզ չի տալիս։ Մենք արագ թերթում ենք, վերնագրեր ենք կարդում, իսկ երբ որ դու գիրքն ես ընթերցում ամբողջությամբ, դա միևնույնն է ինքը չի հնանում։ Ես 3 հատ թեմա էի գտել եթերի համար, հիմա մանեմ գալիս չեմ գտնում։ Իսկ եթե գրքով լիներ, թեկուս ես գրածելներ, չէր կորելու, չէ։ Ես համաձայն եմ, գիտես, իսկ դրանից առաջ, գրքերից առաջ եղել է խոսքը, այսինքն լեզուն, այո, այսինքն կան օրինակ մարդիկ ընդհուպ միջև այնքան են խորացել դրա մեջ, որ ասում են տառերի ստեղծումը, իհարկե ինքը գուցե լավ բան է, համատարած կրթության բանով, բայց ավանդազրույցները սկսեցին կորել այն ժամանակ, երբ որ տառերը ստեղծվեցին։ Այսինքն կար պահպանելու խնդիր եւ ավանդազրույցները, պատումները, հեքիաթները եւ այլն, դրանք բառացի սերնդեսերունդ փոխածում են։ Ոչ մի բառ չի փոխել։ Երբ որ ստեղծվեց, ասում են, տառերը, սկսեցին խմբագրական նաեւ աշխատանքներ, չէ՞ ժամանակ առ ժամանակ։ Ու ինչն է հետաքրքիր, որ հիմա էլ օրինակ ստեղծվել է սա, ու մենք տեսնում ենք, որ արանքից կորում է ինչ-որ այս կարևոր բանը, որը կոչվում է գիրք։ Այսինքն այս պրոցեսի մեջ պետք է ամեն ինչը գնահատել իր տեղում, իսկ խոսքի առումով իզուր չասեցի, որովհետև այսօր ոնց հասկացա մայրենի լեզվի միջազգային օրն է, եւ մենք այն եզակի ազգերից ենք, ովքեր ունեն, այո, մայրենի Աստված տվել չի խնայել։ Հենց Աստծո հետ ուղիղ կապվելու լեզու։ Այո, մենք այդ ժողովուրդն ենք, որ պահպանել ենք հազարամյակներով մեր լեզուն, մեր խոսքը, ու ինքը այդ հազարամյակների մեջ շատ քիչ է։ Բայց մի խնդիր էլ կա, էլի, ես այդպես էլ դրա պատասխանը չեմ ստանում, ինչքան գեղեցիկ լեզու է արևմտահայերենը։ Այդ լուրջ եմ ասում, ես ինչքան որ հանկարծ արևմտահայերենով եթե բանաստեղծություն էի կարդում, չէ, ասենք կարդալու ընթացքում ոնց որ շուրթերը շիրոտվի, էլի, ինչ որ նրբություն ունի մեջը։ Ու այս աշխարհաբառն էլ իսկապես ամենայն հարգանքով, բայց պետք է խոսենք դրա մասին, աշխարհաբառը կամ այսօրվա գրական հայերենը ինքը մի տեսակ ոնց որ արհեստական նստած է։ Հենց իր մեջ տեխնիկական ինչ որ բան կա։ Հա, ու միշտ չի որ խոսելուց դու զգում ես որ փոխանցեցիր խոսքի հետ եղած այն պարունակությունը հոգեբանական զգացմունքային, որը որ կուզեիր հասնել։ Վստահ եմ, որ արևմտահայերենում կարող եմ սխալվել իհարկե, չկա որոտնდոստ բառ։ Այնտեղ կարող է կա մի հատ ուրիշ ավելի հետաքրքիր նուրբ բառ, որը արտահայտում է այդ իմաստը, բայց մենք որոտնდոստ ներկայացուցչություն
այդ խեղճ այլազգին եթե փորձի հայերեն սովորի, խառնվելու է։ ինքը դիոդները չի խփելու կարա, է։ Պետք է չիպերի մասով ամեն ինչը լուծենք, նոր թողնենք մեր լեզուն սովորենք։ Բայց քանի որ լեզվի մայրենի լեզվի միջազգային օրն է, ուրեմն ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել իմիջայլոց Համոսահյանը կարդացել, գարունը հայերեն է գալիս։ Ես առաջարկում եմ դիտենք։ Շատ հաճելի է լսել։ Այսօր ես սիրով ձեզ համար կկրդամ Համոսահյանի գարունը հայերեն է գալիս բանաստեղծությունից հատվածներ։ Գարունը հայերեն է գալիս, ջուները հայերեն են լալիս, հայերեն են խորդում ջրերդ։ Արևդ հայերեն է ցագում, ծառերդ հայերեն են ցաղկում, հայերեն են պայթում բարերդ։ Թող Աստված եղած է պահի, եւ հետո ինձ էլ պատահի։ Ջուներդ հայերեն են լալու, գարունդ հայերեն են գալու, հայերեն են գալու դարերդ։ Դե ուրիշ կերպ Անկամ ընտրություններ լավը։ հա Չգիտեմ, հուշել են, թե պարոն Մարագոսը սիրում ընթերցել, էնել դե վստահ հուշել են, որովհետև չեմ կարծում, որ ինքը լիակատար տիրապետում է հայերենին։ Ժեստա, դիվանագիտական ժեստա շատ։ Ես հիշում եմ, որ Միացյալ Նահանգների դեսպանները ամեն ամանորից առաջ հայերենով գալիս էին հեռուստատեսություն, հայերենով գրվում էին այդ ուղերձը, բայց անպայման հայերենով շատ չարչարվել, ասենք դեպք է եղել, մինչև մի 6-7 դուբլ արվել է, մինչև ասենք այդ ներկայացուցչություն բառը ասել ավել 30 դուբլ էլ կանեն։ Շատ լավներ է դա։ Ճիշտ է։ Չէ, մեր մայրենի լեզուն էս կողմից ամեն դեպքում, որքան էլ որ հիմիկվա այժմյան հայերենը մի փոքր տեխնիկապես, իսկապես արհեստական է հնչում։ Ամեն դեպքում դա մեր մայրենի լեզուն է, որը հազարամյակների միջով եկել հասել է սրան, բայց զուգահեռաբար բնական է, որ մենք պետք է մեր բարբարների հետ շատ խնամքով վերաբերվենք։ Ես իդեպ ունեմ մի գիրք այս հաստության 30-ական թվականների հրատարակությունա Սասնա ծռեր, որի մեջ հավաքված է հայկական բոլոր գավառների Սասի Դավիթ էպոսը այդ գավառների բարբարով շատ հետաքրքիր։ Ֆանտաստիկ։ Ես հիշում եմ, որ փոքր էի, մեր տանը գտա մի գիրք Արցախի բարբարով հեքիաթներ եւ Արցախյան հենց այդ հեքիաթներ։ Այնքան բարդ էր կարդալը, ես որ գիրք ընթերցել միշտ եմ սիրել, մշտապես։ Ասենք ոնց ասեմ, հայրս անգամ երբեմն փորձում էր խոչընդոտեր, ասում էր կգժվես դու։ Ասենք ուրիշ ժամանակ ծնողները խրախուսում են, իմ պարագայում ես այնքան էի կարդում, որ փորձում էր նենց անել, որ դատարներ ունենամ։ Բայց այդ գիրքը շատ դժվար էր ինձ համար ու ոչինչ չէի հասկանում, դրա համար շարունակեցի։ Թե դու ես ցածր։ Ես ունեմ դարձյալ աթոռի կռիվ։ Հա, հասկացա։ Կոմոդ աթոռակռիվը շարունակվում է, ես պայքարելու եմ մինչև վերջ։ Ահա։ Եվ հույս ունեմ, որ քեզ կընթառաջի աթոռը։ Հա, բարդ էր ինձ համար ու անհասկանալի։ Դե փոքր էի, տարիքս այնպեսին էր, որ ես հմուտ չէի այդ հարցում, ամեն դեպքում ինչքան էլ բարդ, բայց մի 2-3 հեքիաթ կարդացի, ոչինչ չհասկացա այդ ժամանակ, բայց հետագայում իմիջիալոց ծառայության մեջ որոշ բաներ սկսեցի հիշել ու ինձ օգներ, ես Արցախում եմ ծառայել։ Հիմա եթե Արցախից ենք խոսում, կարելի է 2 բառ։ Հոսա։ Ես գիշերը մի հատ նյութ ընկավ աչքովս, հաղորդումից հետո քեզ էլ ցույց կտամ, առանձնացրել եմ ինձ համար։ Ուրեմն տես մենք շատ ենք խոսում նրա մասին, որ մեր լեզվի մեջ ներմուծված կա օտար բառեր, չէ՞։ Եվ առավել զգայուն ենք, երբ զգում ենք, որ թուրքական բառեր են։ Ես ընդհանուր առմամբ կարծում եմ, որ նորմալ է, երբ որ չեմ ասում թուրքերենի մասով, բայց առհասարակ նորմալ է, երբ որ հարևան երկրները աշխարհում իրարից բառ են
վերցնում կամ տալիս։ Դա նորմալ Բայց process է։ մենք ինչ որ մենակ Մենք ինչ որ վերցնում ենք։ բզոտում ենք, չէ, թուրքերեն լեզվի մեջ ավելի շատ բառեր կան հայերեն։ Թուրքականացրած բառեր կան։ Ու գիտես, քանի որ մենք եղել ենք նաև Օսմանյան կայսրության ներկայացուցիչ, բնական է որ կլինի, իհարկե կարելի է մաքուր պահել մեր լեզուն, խնդիրը դա չի, բայց այդ վերցնելը իրարից դա մեծ հաշվով նորմալ է։ Անկամ գերտերություններն են իրարից վերցնում, հա։ Կա տեխնիկական մտածելակերպ։ Օրինակ, մեքենայի որևիցե մաս։ Դու կարող ես հայերենով ասել, վստահ լինելով, որ քեզ կհասկանան։ Մենք ավելի շատ ռուսականացված բառերն ենք այդտեղ օգտագործում, չէ՞։ Էն էլ այնպես ռուսականացված, որ անգամ ռուսները չեն հասկանում ինչ ենք ասում։ Հայաշունչ։ Հա, օրինակ բանի հետ կապված, օդային տարածության հետ կապված ամբողջ աշխարհը հիմնականում ֆրանսերեն բառեր է օգտագործում, նույն շասեից սկսած, հա, ասենք այսքան ամեն երկիր, որը որ ինչպիսի զարգացում, ինչ ուղղությամբ զարգացում ունեցել է, այդտեղից բառեր են տարածվել աշխարհում։ Եվ մարդիկ տարբեր երկրներում օգտագործում են այդ բառերը, կիրառելի է դառնում։ Դա Մենք նորմալ է։ նենց բառը կարող ասենք ռուսերեն պրաստինյան, հա։ Պրոստին, Պրաստին։ Ու ռուսը երբեք չի հասկանա, որ պատագոլնիկ, իրանցից ես գիտես բառեր ունեմ։ Ընդ որում Պատագոլնիկ, ակոննիկի փոխարեն պադակոլնիկ։ Բանը, Այսինքն եւս մի երկու սերունդ այդ բառը լրիվ կհայանա արդեն։ չէ, սպրիծ։ Շպրից։ Շպրիծ։ Շայով ասում։ Բանա, բայց ուրիշ բան է ուզում ասել, սա սկիզբներ էլի խորքային բանը։ Ուրեմն Ղարաբաղ բառը մենք հակված ենք կարծել, որ դա կամ ադրբեջաներն է կամ պարսկերեն, չէ՞։ Ավելի շատ ընդունում ենք պարսկերեն տարբերակը, որ Ղարա սև բաղ բան Բոստան։ Այս կդիտել է, բա, այգի, սև այգի։ Սև այգի։ Հիմա ես դիտում եմ մի շատ հետաքրքիր ուսումնասիրություն կար, որ ինքը մեծ հաշվով ոչ միտեղ Ղարաբաղ նշված չի։ Նշված է Կարաբաղ։ Չէ՞։ Մենք ինչ որ ենթագիտակցությունով կարծում ենք երևի որ ռուսները չեն կարող գրեն ղն, երևի դրա համար Կարաբաղ ինչ որ sense բան է։ Հա, բայց բարձվում է որ դա ունի ապրելու իրավունք, այս թեզը, եւ ինքը հենց հնագույն հայերենն է, Կարաբաղը, որովհետեւ այ բագ բառով մենք շատ ունենք բագարան, նույն բագի, Բաքուն, բագին բառից է գալիս, զոհասեղանը, բագ, այսինքն այդ բանը, եւ կարա, որը նշանակում է մեծ, մեծ բագին, մեծ սեղան կարող չէ, սեղան չէ, մեծ սուրբավայր, էլի սուրբ, այս իմաստով բագինը, Կարաբաղ, այսինքն ինքը այդպես, որը որ առհասարակ թուրքերը ոնց էին բանանում, ավելի շատ ազդում, իրանք մոտիկ բառ էին գտնում, անպայման, ուրիշ բառ չէին հորինում, իրանք մոտիկ բառ, որ այդտեղի բնակիչների մեջ սկսեն մտցնել այդ արտասանությունը։ Տես իգդիրը, որը զուտ հայերեն անվանում է, իրանք սարքել են իգդր։ Հա, իրանք մոտիկ են անում, որ հեշտ տանեն։ Քարվաճար, քալբաջար։ Հա։ Գտնում են այդ մոտիկ համադրությունները ու տանում են։ Իսկ մենք սիրով նվիրում ենք իմիջայլոց։ Նվիրում ենք, սիրով նվիրելը ճակերտների մեջ։ Մենք նվիրում ենք ու սկսում ենք օգտագործել այդ բառերը։ Հա։ Կա այդ տենդենսը մեր մոտ ցավոք սրտի։ Միանգամից բան ենք անում։ Բայց նայտես ահագին աշխատանք է տարվել մանավանդ նաև նորանկախ Հայաստանի են սկզբի ժամանակաշրջանում, իսկ խորհրդային Հայաստանի վերջի ժամանակաշրջանում հայերենը մաքրելու շատ լուրջ ակադեմիական աշխատանք կա։ Նվիրյալներ շատ կան, այո, բայց ցավոք սրտի նման նյութերը այսօր կամած ոնց որ հետ է գալիս այն ինչ որ մաքրվել էր, հա, նորից սկսել են չգիտեմ, ես ուղղակի միշտ ապշում եմ, էլի քյալամ,
Արխի կաղամբ բառը գեղեցիկ։ Շատ սիրուն։ Ընդ որում արևելահայինք արևմտահայերին ավելի մոտիկա չէ, ասենք կաղանդ պապի, օրինակ կաղամբ։ Կաղանդ պապից արի առհասարակ չխոսենք, որովհետև ես արդեն սկսում եմ ցնցվել։ Իսկապես մեր գլխին պատուհաս ենք բերել մենք ինքներս։ Այ դե թույլ կտաս մի երկու րոպե լավ է խոսում։ Տես Ես սրա մասին ճիշտ ասած կամուկացի մեջ էի ամանորին կարելի է խոսել թե չէ, ես պարզապես չէի ցանկանում մարդկանց մեջ տրամադրությունը այլ ուղղությամբ գնալ, բայց քանի որ անցել է ակին ժամանակ ասեմ, ուրեմն ամանորը ինչպես է ստեղծվել, ամանորը ստեղծվել է սովետական միության ժամանակ, եւ բանը Սուրբ Ծննդյան տոները դուրս են հանել, չէ, որովհետեւ կրոնական բաներին դեմ էին Սանտա Կլաուսը, որ կա Սուրբ Կլաուսն է դա, որը բանն է, արևմտյան եվրոպական սուրբ, ու ասենք ինքը նվերներ ա տվել եւ այլն։ Հիմա այստեղ Իմիջիալից Ուկրաինայում էլ է Սանտա Կլաուս եղել, որովհետև եկեղեցին այդ ուղղությամբ էր։ Բայց քանի որ սովետական միությունը դեմ էր բոլոր տեսակ կրոններին, նա պիտի փորձեր այս ամեն ինչը կոտրեր։ Բայց ամբողջ ձմեռը մթագնած էր զգացում, իսկ սովետական մարդը մի հատ տոնի կարիք ուներ այդտեղ։ Ու ինքը մտավ այդ ամանորի դեպրեսիվ ժամանակաշրջանը այդ զմերվա այդ ժամանակաշրջանը։ Ու ստեղծեցին, հորինեցին համընդհանուր կերպար, որի անունը դրեցին Ձմեռ Պապի։ Ձեդ Մորոզ ռուսերենով։ Բայց գիտես չէ, այդ նույն Ձեդ Մորոզը ցուրտ Պապի, այդ նույն Ձեդ Մորոզը ռուսական Այն հին բաներում լեգենդներում շատ բացասական կերպար է։ Ով որ մոլորվել է, չէ, եղել է, ով որ մոլորվել է, եկել գավազանով տվել գլխին, սպանել է, սառացրել է։ Իսկ մեզ մոտ մի քիչ ուրիշ է եղել։ Նախ ամանորը այդքան չի կարևորվել, որքան Սուրբ Ծննդյան տոնը, ոնց որ աշխարհում։ Ասենք աշխարհում նշում են Սուրբ Ծննդյան տոն, չէ 25-ին իհարկե, իսկ մերը հունվարի 6-ին։ Այո։ Ամանորն էլ կարելի է նշել, բայց ախր ունենք իհարկե մերը ձմեռը չի եղել, ամռան շրջանում է եղել, բայց լավ, ոչինչ, թողնենք։ Կաղանդ Պապին ուր մնաց։ Ես անգամ տեսել եմ հումորներ մեր հայկական TV-ներում, որտեղ ծաղրում էին Կաղանդ Պապի կերպարը, որը մեծ հաշվով նույն կարար ինքը լիներ նույն Սանտա Կլաուսը կամ մյուսը։ Առհասարակ սրբի կոչում էլ կարելի է տալ, էլի։ Այսինքն սա ավանդույթների ցեղասպանական դրսևորում է։ Երեք մեր Էդվին Մարտիրոսյանի հետ էինք խոսում այդ սպիտակ ցեղասպանությունների մասին։ Մենք մեր ձեռքով մեզ ցեղասպանում ենք, բայց դրա գնահատականով է տալու, ումից ենք պահանջելու։ Ճիշտ է։ Եվ բարեկենդանը նույն լինում կրծնում է, մեկ էլ մեր լրագրողները գնում են, սկսում են լուսաբանել։ Այսօր բարեկենդաններ, ժողովուրդը չգիտի, տղերք, ժողովուրդը չգիտի, փորձեք նենց անենք, սկսենք նշել դա։ Դա մեր ավանդույթն է։ Սուրբ Սարգսի տոնը, նայում ես Վալենտինի տոնին, այդ էլ սև ուրբաթ, էլ կարմիր կիրակի, էլ չգիտեմ, մանուշակագույն չորեքշաբթի, զեղ չէ, այս հյուրանոց են։ Օրինակ ես բոլոր տոները ներմուծված օտար տոները, բայց ես օրինակ Վալենտինին հեշտ դեմ չեմ, ինքը շատ բարի, շատ դրական էմոցիաներ ստեղծող տոն է։ Սիրո մասին է, ջահելների համար է, ջահելներին ինչքան շատ դեցող, հարցը դա չի, բայց չի կարող ինքը կարևորվի առաջնային դիրքում լինի։ Առաջնայինը հենց նույն երիտասարդները, որպեսզի ազգային կրթությունը իրենց պատկանելիության բանը պապը, իրենց ավանդույթը պիտի լինի առաջնային։ Այսինքն Սուրբ Սարգիսը կարա լինի առաջնային, ուզում են Վալենտին էլ նշեն, ուզում են մի երկու հոգի էլ թող ուրիշ տեղերից չարեն, իրենց համար էլի պաշտպանվելու։ Արիդ խնդրեմ, իմը ինչ եղել, բոլորս էլ ջահել եղել ենք, էլի։ Չնայած ես միշտ չեմ սիրել Վալենտինը։ Ուրեմն մեր խորհուրդը էսա, Վալենտինը նշեք, մի մոռացեք Սուրբ Սարգիսը։ Առաջնային կարևորությամբ եւ պետք է նախապես լուսաբանվի։ Լավ, 1-2 թեկուզ փոքրիկ ռեպորտաժների մեջ բառով ասել, «Էս ինչ է Սուրբ Սարգիսն է»։ Մի երկու հատ որ հարցում անե գերիտասարդների շուրջ ու իրանք տեսնեն, որ իրանք չեն հասկանում, չգիտեն երբ է, կսկսեն իրենք էլ հետաքրքրվել, կսկսեն հասկանալ դրա կարևորությունը, հասկանում եք։ Առհասարակ մեր հայկական տոների։ Թե չէ եթե գնանք Գիտես ինչ, առաջիկայում գարնանային տոներն են, իհարկե ես շատ հարգում եմ, բայց
Եթե ուսումնասիրում ես այդ ընտրված օրերը, ոչ թե որ կանանց անավիրված, դրա դեմ բան չունեմ, ոչ, գարունը կանայք են։ Այդ չի քննարկվում, բայց օրերի մասով անգամ արհեստական ապրիլի 7-ը։ Մարտի 8-ը ավելի արհեստական։ Երկուսն էլ այնպիսի օր են, մարտի 8 եւ ապրիլի 7, որոնք որ պատմական շատ լրջագույն դրսևորումների, ցեղասպանական դրսևորումների ընդ որում, հրեական ջարդերի հնագույն դարերում, ոչ թե հոլոկոստի մասին է խոսքը։ Բանա, այդպիսի օրեր են, որտեղ որ մեխանիկորեն ժամանակն է, մեխանիկորեն, ասենք, բան է արվում, ապրացվում է այդ օրը, թեկուզ ուրիշ անվան տակ։ Ես կողմ եմ թող մարտի 1-ից մինչև մայիսի 30-ը, 31-ը, լինի կանանց, ես բացարձակ խնդիր չունեմ, բայց հենց օրերի մասով մենք ուշադիր չենք։ Կարելի է մեր ազգայինը պահպանել, ամեն դեպքում։ Արի դադարը հիմա հայտարարենք, դադար։ Վերադառնանք սիրելի հեռուստաընկերներ, ես իմ լիմիտս բարձրացի, ես այլի մեկնաբանություններում կգրեն գնել ջան, ամեն օր 40 րոպե խոսում ես, թող այդ մարդը խոսա։ Խոսի դե։ Խոսում եմ։ Խոսակցություն ես բերում վրես։ Հայաստանի համախառն ներքին արդյունքը հնան 2025 թվականին կազմել է 11 տրիլիոն 317 միլիարդ 508 միլիոն դրամ կամ ավելի քան 29.2 միլիարդ դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 7.2%-ով։ Ոնց է այս թվերը քո համար։ Ես թվերի հետ դες չեմ խաղում, բայց ինձ թվում է պարզ ինտուիցիայով, եթե գնանք, ինձ թվում է, որ այո, շատ լավ բան է, տեսա համացանցում շատ-շատերն էին կիսվել ու ոգևորությունը երևում էր, իսկ ընդդիմության լռությունը հաստատում էր, որ ոգևորությունը անտեղի չի, բայց իմ կարծիքով այս աճը իմ ինտուիցիան ինձ հուշում է, որ պետքա արտացոլվի երևի թե սոցցրագրերից օգտվողների մաշկի վրա զգացնելուն կամ թոշակառուներին հետ կապված որոշակի բաներ, ես չգիտեմ, այդ իմաստով, երբ որ լինեն նման փոփոխություններ, ասենք թոշակի բարձրացում, կամ աշխատավարձերի բազմաթիվ թոշակառուներ գիտեմ, ընդ որում այն օրը մենք իմ մյուս հաղորդման շրջանակներում Արսեն Թորոսյանի հետ դրա մասն էլ խոսեցինք, ասենք ես ունեմ ազգականներ, ծանոթներ, որոնք թոշակառու են եւ ստացել են այդ 10,000 դրամը։ Մինչեւ այդ ստանում էին 5,000 դրամ, խոսքը այն գումարի մասն է, որը հետա վերադարձում պետության կողմից, երբ որ իրենք այդ թոշակի անկախի կառավտուր են անում այդ թոշակով։ Մկրտչյան ջան, իմ տունը 2 թոշակառու կա, մայրս եւ հայրս։ Ստացել են։ Ուրեմն 3 չէ առաջին օրը։ Առավոտյան սուրճի շուրջ ոնց որ թե մաման այդպեսի բան ասեց։ Ուզում ես զանգեմ հարցնեմ։ Չէ, ես վստահ եմ, որ ստացել է։ Դու միտքը շարունակի ես ասա։ Իդեպ, մինչև դու կզանգես, ուզում եմ շնորհավորել Նոայի մեր ֆուտբոլիստներին, իհարկե լայվ թիմի ղեկավարությանը, ասենք սենց բան չեր եղել էլի, որ ասենք play-off դուրս կան արդեն, ու տղերքը առաջ են գնում, այնց որ կեցեք, այդպես էլ պահեք, և ես կառաջարկեմ մի փոքր էլ անդրադառնանք Վաշինգտոնյան թեմային, շատ հետաքրքիր էր, որտեղ այնտեղ ամեն ինչ կար։ Այնտեղ կար շատ լուրջ դիվանագիտություն, կար քաղաքականություն, ինչու ոչ, կար հումոր։ Մի րոպե կներես, մամ ջան, բանա, դու քեշբեքը ստացել ես։ Բանա, թոշակի քեշբեքը ստացել ես։ Քեշբեքը ո՞րն է։ Այն որ 20% էր գա։ 10,000 դրամ։ Ինչքան էր ստացել ես անգամ։ Սակայն 46-ա ստանում, ստացել էր 10։ Ահա։ Ես 36 ու քեզ
ստացել եմ 7-400։ Իսկ այս ժամանակ ինչքան էր ստանում, ինչքան էր գալիս։ 4000 էր գալիս, 6000 փոխանց։ Ահա, շնորհակալություն դուք եթերում եք, սիրելիս մայր։ Ողջույններս։ Այո։ Մկրտչյանը բարևում։ Լավ, ապրես մամ ջան։ Էս էլ on-line էր, էսի հո բան։ Դա նախորդ Հա, պայմանավորվել։ նախորդ մամ քեզ զանգելու եմ, սակայն կողքի զեներ էր լսվում բանը, նես որ Աղջիկս միշտ է խոսում։ Ինքը միշտ խոսալու process-ի մեջ է, ամեն ինչ տեսնում, նկատում ու մշտապես խոսում է, նռանես։ դե տես Միացյալ Նահանգներ էր գնաց։ Վաշինգտոն։ Խոսքով։ Վաշինգտոնում էինք արդեն ու գիտես ինչ, այս ամեն ինչի մեջ մի հատ շատ հետաքրքիր մաման է հաստատ։ Չէ, ջղայնացած եմ։ Հայտարարոց ես հատ։ Եթե մաման լինի, չտնես կարող է ուրիշ բաներ Չէ, ասել։ Ստեփանյան մանվելն է Գերմանիայից։ Հա, Երևի երեկվա մեր եթերին նա ասում է, դե Եվրոպայում խնդիր կա հայերի գալու հետ կապված։ Լրջագույն խնդիրներ են առաջացել։ Արինատետել քննարկենք նոր։ Այդ քննարկել ենք ճիշտ ասած, բայց դες համառոտ երկու, հա։ Ուրեմն Եվրոպայի հայության մեջ հենց մի պանիկա է տարածված։ Մարդիկ, ովքեր որ գնացել են այն ժամանակ փախստական են հանձնվել, բանը գիտենք, այնտեղ մի քիչ Ոնց են գնում, ուրիշ ձև են պատմել, ուրիշ մարդ են ներկայացել, հիմա ունեն անձնագրեր։ Այս ընթացքում արդեն, հա, հետո հանել են հայկական անձնագիր իրենց իրականով լինելը։ Հիմա որ գալիս են Հայաստան, անձնագիրը վերցվում է ձեռքերից, քրեական գործեր է բացվում։ Բոլորինը չէ։ Ասենք կարող է 3-ով գանք, կոնո տենց լինի։ Ու դա ստացվում է, որ դու ուրիշ մարդ ես ներկայանում։ Պետությունը սխալ բան չի անում։ Ոչ Հոլանդիանը սխալ բան անում, ոչ Հայաստանը օրենքի տեսանկյունից։ Բայց այս ժողովուրդը այդ վատ տարիներին, որ հելել գնացել ընդեղ, տուն տեղա դրել, տիրություն չեք արել, այսօրվա դրությամբ, այսինքն խնդիրը առաջանում, թե ավիաուղղության հետ կապված դատարկ են ինքնաթիռները գալիս, թե բանը մեր տնտեսության վրա է սա ազդելու եւ туриզմի վրա է ազդելու, թե այն մարդկանց, ում որ դե առհասարակ ունեն, չէ, բարեկամներ, որ դրսից են օգնում ժամանակ առ ժամանակ եւ մի խոսքով մի բարդ բան է ու մենք մի քիչ մտածեցինք հաղորդման ընթացքում էլ ուզում ենք ինչ-որ տենց առաջարկներ էլ պատկերացնել, թե ինչ կարելի անել, պարդոնի նման մի բան լինի, համաներման նման, չգիտեմ, էլի, սենց խնդիր է, լրջագույն խնդիր է, Հոլանդիա, Գերմանիա, Բենիլուքսյան երկրներից, ասենք, Բելգիա, այս խնդիրը կա։ Ինձ թվում է իշխանություններն էլ կարան անդրադառնան համապատասխան։ Հիմա աշխատանքներ գնում են, ամեն մեկս մեր կապերով փորձում ենք ներկայացնել, թե ինչքան դա որտեվ տես Չէ՞ որ Հայաստանում սպիտակ ցեղասպանություն։ դրանք նաև այդ մեր հայրենակիցները նաև մեծամասամբ կայացած որոշակի հաջողությունների հասած մարդիկ են։ Այնպես զարգացող երկրի միջավայրում աշխատած այդ մարդիկ պետք են ստեղ շատ են պետք։ թեկուզ ժամանակավոր, շատ ավելի ցանկալի է հիմնական, մանավանդ հիմա հետաքրքրությունները շատ է Հայաստան վերադառնալու ու կարող է շատերի մոտ այդ խնդիրը առաջանա, որտեվ էլի մենք գործ չունենք, իրանք ոնց են գնացել, իրանք ստիպված են գնացել։ Բայց ամեն դեպքում դե ասենք օրինակ Հոլանդիայի պասպորտից չի հրաժարվել, որ ուզում եմ մի հատ չես ու սա բաներ առաջանում, չգիտեմ, բարդ է։ Ուշադիր է պետք լինել։ Եվ իհարկե գնանք Վաշինգտոն։ Տես, ես մի հատ հետաքրքիր փաստի վրա քո ուշադրությունը կենտրոնացնեմ։ Անդեր լիքը մարդիկ էին նստած։ Սանրակաշիռ, երկրների վարչապետեր, նախագահներ, բան։ Ու ես այդ բանի մասին խոսացի նաև Ավակյան Արմանի հետ, մեր գործընկեր, ինքն էլ էր դա նկատել։ Սենց ամեն ինչ անում են, որ Թրամփի հայացքը որսան, որ Թրամփը իրան տեսնի մի հատ թեկուզ սենց մի բան անի։ Փաշինյանը արդեն ամերիկացի որ էլ իր վրա չկենտրոնել է։ Հայաստանի վարչապետը ոնց գնա Թրամփին անի։
Ընդ որում հանդիպումը չի լինում մենակ սենց գլխով անել անցնել, Չէ, կանգնում, շատ կանգնում, խոսում, բան անում։ Այս վերջի կտորը, որ ես տեսա, ինչ որ սենց բաներ ցույց տալիս Թրամփին սենց էր անում։ Ասեմ ավելի Փաշինյանը որ նոր պիտի գներ, ես արդեն դրա մասին անոնսել էի, լավ իմանալով մեր վարչապետի բնավորության գծերը, ասենք որ այն որ կներեք այս բառերը, որ տեղում տիտիկ ալող չի, էլի։ Ասենք ներ չի պաշտոնական այց, ռեգլամենտ, չգիտեմ, այդ դες բաներ չունի, էլի, հաստատ։ Դե մենակ հեծանի քշել է երիկա, էլի։ Կողքից մի քանի բան բզբզալի է հաստատ, ու իմիջիանոց հենց այդ բզբզալներ բերել բանին օգոստոսի 8-ին։ Բա իհարկե։ Որ լրիվ ուրիշ բանով գնացել էր, լրիվ ուրիշ բանով հետ եկավ օրակարգով։ Ու ստացվեց։ Հիմի նա միշտ էլ այդ բաները, նու այդ գործունեությունն է իր մոտ, տեղը հանգիստ չի նստի։ Բայց իմ ուշադրությունը ավելի գրավեց ադրբեջանական կողմի թեմաները։ Ոնց որ իրանք իրար մեջ ծեծեցին իրար։ Այն դրսի պահանջը։ Իմիջիանոց դա քիչ բան չի, ու տես բաները չեն վրիպում միջազգային մամուլի տեսակ։ Այդ բանի անվտանգության ծառայության պետը նորանշանակ է։ Ադրբեջան նախագահ է։ Ռուսաստանում չէ։ Ինքը գիտի հայերեն ժողովրդական լեզվով ասած մենակ տպել։ Այս պարագայում չգիտի, որ ասենք ժողովրդավարական երկրում, այն էլ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, սենց բան անելու չի։ Դե Էրդողանից ինչ պիտի սովորի, ասում շանը շանմոտ որ կապում ես կամ կծել պիտի սովորի կամ հաճա։ Դե Էրդողանը Ալիևի, այսպես ասած, Էրդողանի պապանա։ տիկնապահներն էլ են, չէ՞, ծեծել մի անգամ։ Մի տարիներ առաջ նույն բան անտեղ է։ Էլի ընդդիմադիր թուրքերեին, որոնք ասում են, որ Թուրքիայում դիկտատուրա է, բռնապետություն է, ոնց թե։ Ալի ասեմ։ Դե մի եկեք նայենք, ժողովուրդ, այստեղ էս էլ նկատենք էլի, որ երբ որ Փաշինյանը գնում է մի քանի տեղ, ու այս դաշնակները փորձում են, որոշում են իրաց ցույց տան, տեսեք նախ դա ինչքան վատ է նայվում։ Հա, ընկալվում։ Եվ երկրորդ, բայց դա դեռ ոչինչ։ Եվ երկրորդ, ձեզանից շատերը նեղվում են, ասում են, բախի մի հատ Փաշինյանը ճիշտ է, դրանց բոլորին չգիտեմ ինչ անեն ինչ։ Այ հենց սրա համար, որովհետև երկրորդ ավելի կրկնակի վատ կնայվի, եթե արդեն մեր ախրանիկները բռնեն ծեծեն այդ մարդը։ Այս որ մեր ախրանիկներն է կարան ծեծեն, ոչ չեն բավականին ժողովրդավոր ախրանիկներ են։ Հետո դե գիտես ինչ, բայց բանա, լավ բացվել էր բանը, Թրամփը էլ առավել եւս շոու էր արում, այդ մարդիկ լրիվ ընդեղ նստած ծանրումից հելնում է ելույթ ունենամ, ասում է, էլի խոսում է Հայաստանի վարչապետի մասին, խոսում է Ալիևի մասին, ասում է իրանք լավ տղերք են, Նիկոլ Փաշինյանը լավ տղա է, ուժեղ տղա է։ Այս մի հատ կանգնած պատերազմը 9 պատերազմի վաճառը, բայց այն իրականում այն թեկուզ եւ այդ էմպաթիա, սիմպաթիայի արդյունքում, որ արդեն գալիս է Հայաստան, որ արդեն Հայաստանում է, ու որ պիտի գա Հայաստան, այս երկիրը անես մի հատ, այ իսկական կլինի Կովկասյան վագր, ոչ թե այն ժամանակվա բանի Զիբիլիվրի կատու անունը դրել էին էլի Կովկասյան վագր, չէ։ Զիբիլիվրի կատվին անունը դրել էին Կովկասյան վագր, ցել են գրակ։ Ամբողջ Թուրքիայի, Հայաստանի այդ սահմանամերձ տարածքները հիմա ակտիվ գործողություններ ա գնում, ճանապարհներ են սարքում, կամուրջներ են նորոգում, հյուրանոցներ են սարքում կամ նորոգում ու անհամբեր սպասում են, այդ նշանակում է, որ ասենք նրանք պատահական փող ծախսող չեն, նրանք գիտեն, որ այդ սահմանն էլ է բացվելու, այո, Հայաստանը սկսելու է, ինչքան էլ ռուսները տորմուզ տան, իրանց լեզվով եմ ասում, այդ երկաթուղու վերանորոգումը, եթե չէ, ուրեմն Հայաստանը էդի հանձնարարի, ասենք, մի հատ ուրիշ երրորդ երկրի, էդ էլ կլինի, այսինքն Ադրբեջանի միջոցով ուղիղ, հեսա նորից գրելու են ձեր թուրք սենսն ունենցը, մեր գրողներ ունենք, չէ, կոմենտներ ունենք, բայց մենք մեր երկրի, մենք մեր երկրի ապագայի մասն ենք խոսում, մենք իրանց այդ թուրք պիտակավորողները գիտես ովքեր են, ովքեր ուղիղ շահառու են Թուրքիայից, կամ հյուսիսից, թե չէ գիտեք 21-րդ ազգային պատկանելությամբ մեկը մյուսին վիրավորը, դա հետամնացության մասին է, սա մեկ,
Երկրորդ, էդի ձեր հորինածը չի։ Մեկին թուրք փիտակավորելը հուշեմ ձեզ, որ ձեր հորինածը չի։ Դա հորինածա հենց Սովետի չէ, կողմից, Սովետից առաջ, Ռուսաստանից։ Օսմանյան կայսրությունում։ Օսմանյան կայսրության վերնախավը, որպեսզի մեկը մյուսին վիրավորեր, Ասում են դու թուրք ես, հա։ Որովհետև Օսմանյան կայսրությունում թուրքերը չոկոլասի, բայց ստեղծեցին իրաց Թուրքիայի հանրապետությունը։ Եվ լեզունելով ստեղծեց Մեր մեր հայրենակիցը։ Չեմ հիշում անուն հասկանում, Ես էլ չեմ հազարներով։ Ձե բանը, տառերը։ Հա, տարերը, հա։ Հարմարացրեց Թուրքիան։ Ոչ միայն հարմարացրեց, մշակեց, ահագին օտարաշ հունչ բառեր ու բաներ մաքրեց, արաբական, պարսկական բառեր։ Հենց որ եկեք դուք այդ եթե ասենք տենց եք որոշել խոսել, ուրեմն դուք Օսմանյան կայսրության վերնախավի ներկայացուցիչներ եք, կարելի է տենց չէ՞ կարծել։ Հա, բայց ամեն դեպքում երկրի տնտեսական վերելքը ձեր վրա էլ է աստելու։ Ինչքան էլ դուք ուզեք, չուզեք, հա, ասենք եթե դու թոշակառու ես, քո թոշակը կբարձրանա, կվերցնես, կծախսես, բայց կասես ես ձեր սենսն ունենցը։ Այսօր կգնաս բան, հիվանդանոց կամ պոլիկլինիկա, անվճար կստանաս դեղերդ։ Ես ռեալ բան եմ ասում։ Նաև բուժումը, հա, ու դուրս կգաս, կասես ես ձեր սենսն ունենցը։ Շատ վատ է։ Ես տեսել եմ այդպեսի մի հատ հարցում կար CVKM-ներ անում։ Մի հատ կիներ հարցերությունը ասաց այո օգտվում եմ, այո գիտեմ, այո, բա ինչ եմ անում, բա պիտի օգտվեմ, բա sense բանես, վերջում ասացին իսկ ինչ կասեք, ասաց վատ է, շատ վատ է։ Լուրջ եմ ասում, ցնդելու բաներ, ես չեմ հիշում, իմ հաղորդման ժամանակ եմ դա ցույց տվել, հենց վիդեոյով, թե Facebook-յան, YouTube-յան։ Կարքինի են բանը սկեչը։ Որը Երկիրը երկիր չի։ Հա։ Այդ խոսույթը հենց դրեցին մեր մեջ, որ սպանեցին երկիրը։ Այ հենց այդ նմանատիպ լեզվամտածողություններ են սրսկում երկիրը, օրինակ մի ցավալի բան ասեմ, ես մի քաղաքացի էր գրել, Գյումրիում մի հատ դպրոցում ուսուցիչը դասաժամին այդպես բաներ է խոսում, բայց երկիր է, բայց պետություն է, այդպես բաներ է խոսում։ Դեթել արդեն երեխեքի ուղեղի մեջ ինչ ես դնում։ Երևանում Փտած ուղեղից, փտած լեզվից, փտած պատկերացումներից այդ հանում երեխեքին ինչ ես տալիս։ Դե գիտես ինչ Իմիջայլոցը, այս ռուսական ազդեցությունը ցավոք շատ խորն է մտած։ Ինչքան էլ մեզ այսօր թվում է թե մենք Հենա, տես արդեն ռուսական հիբրիդը սկսել էր աշխատել հենց Թրամփի թեմայով։ Չես տեսել էդի։ Ուրեմն գցել էին մի հատ վերնագիր էր։ Բանը Թրամփը պարտադրեց, ստիպեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը գրկախառնվեն։ Ռուսերենով։ Հա, տեսել եմ։ Ինչ այ մարդ։ Տեսել եմ։ Բացում նայում եմ մի հատ փախած ռուսական կանալ, իրանց հիբրիդը միացրած, այդ վերնագիրը դրած, ինչ գրկախառնվել, Ալիևը ձգվում է 3 շարք վերև նստած Փաշինյանին ձեռքով։ Ես տնտեսությամբ մի փոքր Բայց մարտիկան չեն նայի, չէ՞, ամբողջը, որտեղ մեկնաբանություններում նայում ես, արդեն գնել, ես տնտեսությամբ մի փոքր ավելի շատ եմ հետաքրքրվում, քանի որ այն իմ առաջի մասնագիտությունը նաև տնտեսագիտությունն է։ Չնայի մասին ասա էլի։ Չի, հələ հնան իր հերթին։ Դու հասկանում ես, որ այն ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում, այն ինչ որ Միացյալ Նահանգները իրականացնում է Հայաստանում, ընդ որում շատ էլ սենց աֆիշիրովես չի անում, որպեսզի ներքին բանի լսարանում բողոքներ չառաջանան, ինչի այդքան փողեր ծախսվի Հայաստանի վրա եւ այլն, իրականում Հայաստանում հիմա իրականացվում է մի քիչ ավելի մեղմ, բայց Մարշալի պլան։ Իսկ ինչ էր Մարշալի պլանը։ Մարշալի պլանը հետ պատերազմյան Գերմանիայի եւ Ճապոնիայի ու ընդհանրապես Եվրոպայի վերականգնումներ Միացյալ Նահանգների փողերով։ Ու ընդամենը 10 տարի հետո Գերմանիան արդեն Եվրոպայի առաջատար պետություն էր։ Հիմա կարծում ես, որ նմանատիպ բանը տեղի ունենում Հայաստանում։ Այն ինչ որ հիմա իրականացվում է Հայաստանում, հա, նույն այդ չիպերի, AI-ի, մյուս մասին ես մի հատ բան եի կիսվել, մանրամասն իր առավելությունները, ես չգիտեմ։ Դու տեսա դա ինչ է նշանակում։ Բա
Հա, Հա, այսա, բայց սա ժամանակ ուղղակի սա չգիտեմ, սա մի հատ ահավոր լավ իմաստով բան է։ Ուղղակի մենք ունենք տարիքով մարդիկ, ովքեր չեն հասկանում, այդքան, Չէ, ըմբռնում են, ու մարդիկ, որոնք ընկալում չեն են, ուզում, լավ էլ հասկանում են, չեն ուզում որ դա լինի։ լավ, ինչ չիպերի գո, այդ ինչ է։ Հա, Հետո կամ մի հատ շերտ, մեր Չիպերը։ շերտը, որ անգրագետ մեծացել է աշխարհից ոչ մի բան, աշխարհ ճանաչողությունից Այն զուրկ է։ պտզող սեմուշկա ճարտողների մասին է խոսքը։ Ես էլ այդ սերնդի ներկայացուցիչ եմ։ Ես դու գիտես ինչ ես չեմ պոպոզել սեմուշկա ճարտել։ Ինչ-որ մի պահի դա է մոդա եղել, ցավոք սրտի։ Չէ, այն որ աշխատանքով չի ուզում զբաղվի, այլ Հա։ ուզում։ Չէ, նկատի ունեմ, ուզած թե չուզած, թեկուզ մի վարքյանով, բայց մենք վարակված եղել ենք բոլոր տեսակ բացասական երևույթներով։ Ես դա ընդունում եմ։ Դա այդպես է։ Եվ այսօրվա երիտասարդները, ովքեր որ ում որ հրամցվում է, այ գալիս ենք ճանապարհին դու պատմեցիր, չէ՞, Telegram-յան ալիքների QR կոդերը։ Հա։ Իսկ մեր ոստիկանները այս շիականջին քնած են։ Ընդ որում Մաշտոցի փողոցն է։ Մաշտոցի պողոտայում կամերայով մուտքի կողքը մեկը բերել կպցրել է, դա ինչքան ժամանակա կա, այսինքն նարկոտիկը որպեսի տարածեն ցերեն։ Քիչ փոկվում մակրվում։ Նման բաներին պետք է շատ ուշադրին։ Լավ, այդ շենքի բնակիչներից բախի չեն բանում։ Վախենում են միգուցե։ Ումից։ Գրող կպցնողից։ Ավելի լավ այդ գրող կպցնողը կբացահայտվի։ Չէ, դե իրականում այդ շատ բաներ են դրանք էլի, բայց էլի մեր եթերաժամը սպառվեց ցավոք։ Ոնց որ միշտ մենք չհասրեցինք ամեն ինչի մասին խոսել, ինչ որ որոշել ենք։ Խնդրում եմ ակտիվ եղեք, ձեր քննարկումները ավելի շատացրեք նաև մեր YouTube-ի այդ կոմենտների բաժնում։ Պահպանելով իհարկե փոխադարձ հարգանքը ու դիմացինի իրավունքները։ Այն հայհոյա խոսողներին էլ ասենք, որ շատ հեշտ է ձեզ բլոկ անելը, նենց որ մաքսիմում մի անգամ կարտահայտվեք, հետո կընկնեք բլոկ ու վերջերտ։ Դեջ։ Հա։ Դեջ, եթերում ծերև սպիտակներ, Գագիկ Մկրտչյան, Գնել Սարգսյան, կհանդիպենք մյուս շաբաթ օրը։ Ամենայն բարիք ձեզ։